Մենք շատ հետաքրքիր ժամանակահատվածում ենք ապրում եւ մեր progress-ը ընդհանուր networking-ի մասին, եթե ես կարող եմ դեռ խոսել, հաջողություն, networking, կոմունիկացիա եւ մեր ակնկալիքները շատ կարեւոր մի երևույթ են մեր կյանքում եւ այն պատկերացումը հաջողության բոլոր տարբեր ձևի ենք պատկերացնում, ներկայացնում եւ վերադասավորում ամեն անգամ։ Ես եթե իմ պատմությունը կապ ունի networking-ի հետ, դա սիմֆոնիկ նվագախումբն է, իմ պրիզմայից եթե մտածում, ամեն ինչ իմ տենց սիմֆոնիկ նվագախմբի հետ եմ կապում, որտեղ ինքը տենց մի երևույթ է, որտեղ որ դու ամեն ինչ կարող ես մոդելավորել networking։ Սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 20 տարի առաջ այն գաղափարով, որ գաղափարակիցներ եւ կապեր հաստատում երաժիշտներ, թե ինչ կարող ենք անենք մենք, որ կարողանանք կոմունիկացվել եւ հասցնենք մեր արվեստը բոլորին։ Դա մեր ցանկությունն էր։ Իհարկե, եթե կարողանամ ինչ-որ օրինակներ բերել networking-ի հստակ օրինակներ, ավելի երևի պարզ կլինի, թե ոնց եմ մտածում ես այդ գաղափարի մասին եւ այդ գործողության մասին, այդ ֆիզիկական քիմիայի մասին, եթե դուք պատկերացնեք, որ նվագախումբը դա մի երևույթ է, որտեղ որ կան շատ տարբեր ինդիվիդուումներ, շատ տարբեր մշակույթներ նվագախմբում եւ տարբեր ֆունկցիաներ։ Դա networking-ն է եւ ոնց եք դուք պատկերացնում, ոնց եք դուք ղեկավարում ձեր այն մարդկանց զանգվածը, որը որ կարող է ձեզ օգնել։ Եթե օրինակ լարայինները պատկերացնենք, որ շատ վստահելի ընկերներ են, փայտափողայինները շատ տաղանդավոր գործընկերներ, իսկ բղանձափողայինները շատ հզոր աջակիցներ, իսկ օրինակ հարվածայինները շենց տեմպ տվող, պուլս պահող թիմ։ Եվ դուք դիրիժորն եք։ Դուք պետք է կարողանաք բալանսավորել այդ մարդկանց տաղանդը ձեր գաղափարի շուրջ, որ ստանաք արդյունք։ Դա կարելի է պատկերացնել որպես դա ինտերպրետացիա, դա կարելի է պատկերացնել որպես փայլուն անսամբլ, բայց networking-ը իմ պատկերացմամբ դա այն հարմոնիան է, ինչը կարող է հնչել ձեր շուրջ, ձեր պատկերացումները, ձեր ակնկալիքները եւ եթե օրինակ պատկերացնենք networking-ը որպես փայլուն օրինակ, ինչից ես չեմ կարծում որ շատ վստահ եմ որ գիտեմ, բայց օրինակ պատկերացնենք կոմիտաս, որը networking-ի արդյունքում ստեղծեց networking, որը որ դեռ այդ բառը ստեղծված չէր, բայց արդյունքում մի ազգի հոգին տեղավորեց մի երաժշտական լեզվի մեջ եւ դա արվեց networking-ի շնորհիվ, շփվելով, հասկանալով, մտորելով եւ պատկերացնելով ստեղծվեց մի ժառանգություն, որի մասին մենք կարող ենք խոսել, մտածել, վերադասավորել ինչու ոչ եւ այս կապակցությամբ իհարկե կարելի է շատ դասական օրինակներ բերել networking-ի, թե Մոցարտը դուք կարող եք բոլորը դա կարդալ, ես չէի ուզենի այն բանի մասին խոսել, որը որ դուք կարող եք բոլորը շատ հեշտ կարդալ, ինչպես դնես մեկ ChatGPT եւ կան շատ այլ մեթոդներ, պատկերացնում եմ, որ networking-ը դա այն հնարավորությունն է, որը որ կարող է ձեզ օգնել ճիշտ մտածել, որովհետեւ շատ հաճախ դուք երբ որ մտնում եք մի սենյակ եւ կան տարբեր մարդիկ, շատ առաջին գործը որպես դիրիժոր ես պետք է լսեմ նվագախումբը եւ հետո անեմ իմ կոմենտը, ոնց եմ ուզում որ իրանք նվագեն։ Շատ հաճախ այդ հերթականությունը շատ կարեւոր է, որովհետեւ դուք կարող եք լարել մարդկանց ձեր դեմ եւ չաշխատի, եթե դա չեք կարողանում այդ քիմիան փոխանակել, ինքը ձեզ վանում է։ Շատ հաճախ ես փորձել եմ եւ փորձակել եմ ինքս իմ հետ, ոնց եմ փորձում մարդկանց պատմել իմ պատմությունը կամ վարակել մարդկանց այն լավ գաղափարով, վատ գաղափարները փորձում չանեմ, միշտ լավ գաղափարով եմ փորձում մարդկանց դիմել, պատմել, համոզել, շատ հաճախ ինձ ճանաչող մարդիկ պատկերացնում որ կա գաղափար, որ ես երաժշտության մասին եմ, սիմֆոնիկ երաժշտության մասին եմ, կրթության մասին եմ եւ այն կոմունիկացիայի networking-ի արդյունքում փորձում եմ իմ գաղափարը տանել առաջ եւ մարդիկ, որոնք որ վարակվում են այդ իմ պատկերացում լավ սպիտակ դեմքերով օգնում են եւ այդ գաղափարակիցներ networking-ի կամուրջներ են, որոնք որ օգնում են գաղափարին ապրել, զարգանալ, որովհետեւ եթե լինի networking-ը ձեր մասին, դա ունի իր խոցելի դեկետերը, որոնք որ շատ դժվար կարողանան զարգանալ, բայց եթե գաղափարի մասին ա դա խոսքը, շատ հստակ պատկերացում կա networking-ի մասին, ես մի անգամ դրա մասին խոսում եմ, որ դու պետք է լինես կամուրջ, կամուրջները չեն մոռացվում, որովհետեւ շատ բաց պետք է լինես եւ մարդկանց տաս այն հնարավորությունը եւ քեզ կտան հնարավորությունը, որը որ ձեզ կօգնի գնաք առաջ։ Եվ գիտեք, երևի ժամանակից աշխարհում կա տենց թեորիա, ես հավատում եմ այդ թեորիային, պրակտիկային, որ կա 3 մասնագիտական կապիտալ։ Դա մարդկայինն է, մշակութային է եւ սոցիալականն է։
մարդկայինը դա ձեր գիտելիքն է եւ ունակությունն է, մշակութայինը դա ինքնությունն է եւ հեղինակությունն է, ռեպուտացիան, իսկ սոցիալականը երրորդը, որ մեզ օգնում է կոմպլեքսը փակել, դա հասանելիությունն է, հնարավորությունն է եւ շփումն է։ Դա այն երեք կետերն են, որոնք որ ինձ օգնում են պատկերացնել, որ եթե ես մի բան հասկանում եմ networking-ից, դա այն է, որ գաղափարը պետք է մարդուն վարակի։ Ես պետք է պատմեմ ձեզ երաժշտության մասին, որ դուք կոմունիկացվեք, կոմունիկացիան որպես միջոց եւ հետո արդեն գանք մի գաղափարի եւ իհարկե օրինակ որ հիմա խոսում ենք Հայաստանում, եթե կա ցանկություն խոսելու Հայաստանի մասին որպես փոքր երկիր, դա թույլություն չէ, դա վատ կողմ չէ, դա ակսելերատոր է, որ դուք ավելի շատ անեք networking։ Դա ձեզ ստիպում է, որ դուք մտածեք դուրս այդ սահմանից, ինչ եք դուք պատկերացնում, բայց իհարկե ամենակարևորը որ եթե մենք խոսում ենք networking որպես հաջողություն կամ հաջողության մեթոդ, որն է այդ հաջողությունը։ Իմ պարագայում հաջողությունը այն է, որ պատմեմ երաժշտության մասին, պատմեմ նրա մասին, որ երաժշտությունը մեր կարող է մեր կյանքը, վստահ եմ, ես դրան հավատում եմ, կարող է փոխել։ Օրինակ պետք է բերեմ Արամ Խաչատրյանը մեծ երկրի մշակութային դեսպան էր։ Ամենապոպուլյար մարդն էր Սովետ Միությունում, գնում էր աշխարհ ամենտեղ, ղեկավարում էր երաժշտությունը, ներկայացնում էր սովետ մշակույթը, որի մենք պատկերացնենք մեծագույն հերոսներ կային, անսահման տաղանդի տեր մարդիկ կային, բայց Արամ Խաչատրյանն էր, որ ներկայացնում էր 10-ից 9 օրինակ իր վրա կարող եմ բերել, որ ներկայացնում էր երկիրը, ինչը որ մեր համար մեծ պարծանք է հիմա, բայց մենք խոսում ենք անսահման տաղանդավոր մարդու մասին, որը գրեց կոմունիկացիա եւ networking-ի արդյունքում ստեղծեց մի ցանց աշխարհում, որ մարդիկ հրավիրում էին Խաչատրյանին, որ ներկայացնի սովետի մշակույթը։ Ներկայացնում էր Սպարտակ բալետ սյուիտը, Սպարտակ, որը հայկական պատմություն չէ, բայց հայկական երաժշտություն է։ Մենք պետք է պատկերացնենք, որ այդ քիմիայի մեջ կա անսահման հետաքրքիր փաստեր, որոնք որ մեզ կարող են մոտիվացնել։ Ես միշտ պատկերացնում եմ, որ networking-ը նպատակ չէ, դա գործիք է, որ մենք հասնենք այն երազանքներին, գաղափարներին, խնդիրներին, այն նախագծերը իրականացնենք, որոնք որ մենք ունենք եւ որոնց որ հավատում ենք, բայց ամենակարևորը որ իմ ըստիս որ պետքա քիմիա վարակենք, պետք է ազնիվ լինել, որովհետեւ ազնիվ կոմունիկացիայի արդյունքում ստեղծում է networking, որ մարդիկ հիշում են ձեզ եւ մարդիկ ունեն ցանկություն շփվել, շարունակել եւ օգնել եւ եթե կա նաեւ փոխադարձ ցանկություն, որ դուք բացեք դռներ եւ մարդկանց ծանոթացնել այս պարագայում պետք է վստահ ասեմ, որ շփման մեթոդները պետք է լինեն խարիզմատիկ, լինել եւ այլն, դա բոլոր տենց գործիքներ են, որ կարող են ձեզ օգնել, բայց պատկերացնում եմ, որ networking-ը, կոմունիկացիան դա մեծ արվեստ է, որի կարևոր կետը ինչ եք դուք մարդկանց պատմում։ Ես հավատում եմ եւ եթե ել եմ ասում, վերադառնամ իմ առաջին նախադասությանը, որ ամեն ինչը տեսնում եմ որպես նվագախումբ դա ինտերպրետացիա է, դա պարտիտուր է եւ երաժիշտներ են նվագախումբ կատարում ինտերպրետացիա համերգ, բայց մարդիկ, որոնք որ լսում են, ունեն ցանկություն սատարել, աջակցել, գաղափարակից լինել այդ արվեստին, դա կարծում եմ արվեստում կան փայլուն օրինակներ, օրինակ Մոցարտը, որին վստահ եմ բոլորը գիտեք, որպես կոմպոզիտոր կարիք չկա ասելու ով է Մոցարտը, բայց առաջինն էր, որը որ ստեղծեց մարդկանց ցանց, որոնք որ օգնում էին իր տաղանդին։ Չայկովսկին շատ հստակ օրինակներ կան, որոնք որ դուք կարող եք շատ արագ տեսնել ստուգել։ Դա այն բանի մասին է, որ տաղանդը դա մի կոմպլեքս է, որը որ պետք է բոլոր կետերը լինեն հաջողակ եւ այն միկրոկլիման, որտեղ որ տաղանդը գտնվում է իր networking-ի արդյունքում, բերում է ել ավելի մեծ հաջողություն։ Շնորհակալ եմ շատ։